Լուսնի Հայաստանում 13 օր է Սասնա Ծռեր խումբը շարունակում է իր հսկողության տակ պահել բարեկապահական ծառայության գունդը։ Ինչ է տեղի ունենում, որքանով է տեղի ունեցածը հասարակության սրտից բխում, որքանով է հասարակությունը մոբիլիզացվում, հետևելով եւ ինքներդ այսպես անդադ գրառումներ անելով, ինչ եզրահանգման եք եկել։ Գիտեք, իրավիճակը շատ խորը վերլուծության կարիք ունի եւ համակողմանի մոտեցման կարիք ունի, որովհետեւ ոչինչ միանշանակ չի։ Ստեղծված իրավիճակը, եթե մենք դիտարկում ենք համաշխարհային փորձից, տարբեր կոնվենցիաների, Ժնևյանից սկսած մինչև մնացած բոլոր պաշտոնական, այսպես փաստաթղթերի առումով, իհարկե սա որակվում է որպես ահաբեկչություն, հա? Եթե մենք նայենք ոչ թե որպես ներսից, այլ դրսից նայենք, ում ինչպես ձեռնտու է հասկացանք, որ այդպես էլ դա դիտարկվում է, մեկնաբանվում է եւ այդպես էլ մատուցվում է ամբողջ աշխարհին։ Բան չունեմ ասելու, իհարկե կանոններով, օրենքներով, ցանկացած օրենսդրությամբ եւ սահմանադրությամբ դա դիտարկվում է, այսպես ասենք, ահաբեկչություն, բայց մեր երկիրը շատ յուրահատուկ երկիր է, չեմ ասի մենք շատ հետ ենք մնացել համաշխարհային առաջընթացից, չեմ ասի, որ առավելևս չեմ ասի, որ համընթաց քայլում ենք, բայց մեր երկիրը ունի տարբեր յուրահատկություններ, ստերեոտիպներ, մտածելակերպ եւ այլն, երկրի ներսում իհարկե ես չեմ կարծում, որ բացառությամբ փոքրաթիվ բացառությամբ ազգային ժողովի եւ նրանց մոտ կանգնած մարդկանց մնացած որևիցե մեկը իրեն թույլ կտա սա համարել ահաբեկչություն։ Նորմալ մտածող մարդը սա չի կարող համարել ահաբեկչություն, որովհետեւ սա ահաբեկչություն չի, հա, իմ տեսանկյունից որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի, որը օգտվում է բոլոր հնարավորություններից սահմանափակ, որ ստեղծել է այս հանրապետությունը եւ այս իշխանությունը մեր հասարակության համար։ Ես իհարկե չեմ որակի ոչ մի դեպքում սա ահաբեկչություն, մի կողմից համարում եմ, որ ծայրահեղական մոտեցում է հերոսացնել այս մարդկանց, թույլ տվեք ինձ ընդդիմանալ եւ արդեն սովորել ենք մենք բոլոր տեսակի ոտնձգություններին համարել նրանց հերոսներ, որովհետեւ սա այն մարդիկ են, իմ կարծիքով, հա, եթե ձեզ անկեղծ կարծիք է հետաքրքրում, մենք բազմիցս թող ինչ որ մեկը ասի, որ իր ընկերական եւ շրջապատային քննարկումների համար գոնե մի անգամ այդ արտահայտությունը բարձրաձայն չի ասել, որ լավ միթե մեր մեջ չկա մի կներեք արտահայտությանս համար դուխով տղա, որ զենքը վերցնի ու այս հարցը լուծի, ի վերջո փորձը ցույց տվեց ու կյանքը ցույց տվեց, որ այդ դուխով տղեկը իրականում կան։ Եթե մենք խոսենք զուտ մարդկային մոտեցմամբ, իհարկե սա ահաբեկչություն չի։ Պատճառները որտեղ են թաքնված, արդյոք սպառվել էին պայքարի բոլոր հարթակները, ի նկատի ունեմ սահմանադրական եղանակով նաև պայքարելու, ակնհայտ է, որ ընտրական գործընթացներով Հայաստանում որևէ բան չի փոխվում, բայց արդյոք բոլոր հարթակները։ Այ հենց այստեղ էլ հարցի պատասխանը, հարցը իր մեջ ամփոփում է պատասխան։ Իհարկե սպառված են։ Ախր ինչքան կարելի է, լավ հասկանում եմ, պետք է միջազգային ատյաններում լրիվ ուրիշ բան ներկայացնել ու ամեն անգամ արդի դեպքում, եթե մենք էլ պաշտոնական որևիցե հանդիպում ունենք մենք Հայաստանի սահմաններից դուրս, թաքցնում ենք այդ ամենը, բայց եթե մենք մեր ներսում խոսում ենք իհարկե հնարավոր չի, իհարկե արդեն ամեն ինչ արվել է, միայն մեր ընտրությունները, որոնք դա էլ է ցինիզմի գագաթնակետը անընդհատ խոսել, որ ընտրված նախագահ, ընտրված իշխանություն, ընտրված կուսակցություն, անհեթեթություն, այդպիսի բան չկա, ու դրանով արդեն դրա հետևանքը մնացած այն ամենն է, ինչ որ կատարվում է։ Հասկանում եք, ես հենց այսօր ընկերներով խոսում էինք ու ասում եմ ցանկացած մեկը ով որ իր կյանքի որևիցե մի փուլում առիթ է ունեցել իր սեփական մաշկի վրա զգալու դեմոկրատիան, որը մեզ մոտ միայն արտահայտություն է, հա, եզրույթ է, այլ ոչ թե իրականություն, ով որ եղել է այնպիսի երկրներում, դիցուք չշեշտեմ Ամերիկայի Միացյալ Նահանգները, շեշտեմ Գերմանիան, լավ, հա, որ այսպես ինչ որ չգիտեմ տպավորություններ չստեղծվեն, իր մաշկի վրա, սեփական մաշկի վրա զգացել է ինչ է նշանակում երկիրը, որտեղ գործում է օրենքը եւ օրենքի առջև հավասար են փողոցում ապրող մարդն ու նախագահը երկրի, եթե իր մաշկի վրա չի զգացել միայն լսել է, այդ մարդուն երբեք չես համոզի ոչ մի հարցում։ Իսկ ով իր սեփական աչքերով տեսել է, նա հասկանում է, որ այս երկրում իրավիճակը սարսափելի է ուղղակի, որովհետև ես գիտեմ, ես ինձ ապահով եմ զգում միայն այն դեպքում, ես նկատի ունեմ յուրաքանչյուրը թող իր վրա վերցնի,
ով որ ունի որևիցե բարձրաստիճան ծանոթ եւ որ գիտեմ որ եթե նեղը ընկա կզանգահարեմ այսինչ այսինչյանին կամ այսինչ այսինչին ու իմ հարցը կլուծվի ինձ համար դա շատ լավ է երկրի համար դա ողբերգություն է հավատացնում եմ ձեզ հետեւաբար դեմոկրատիայի մասին մենք այստեղ խոսել չենք կարող իսկ եթե երկրում չի գործում օրենք իսկ օրենքը չի գործում թող իզուշտեղ այդ հեքիաթները թող պատմենք դրսում բոլորս պատրաստ ենք պատմել մեր երկրի չգիտեմ իմիջի համար բայց Ինչ է կարծում, ինչու իշխանությունը այսքան լռեց 13 օրերի ընթացքում բացառությամբ Սերժ Սարգսյանի որևէ հանրապետականի ձայն գրեթե չլսվեց, որևէ գնահատական անգամ չտրվեց։ Այս լռությունը ինչով է բացատրվում։ Հրահանգեր թե պարզապես իրենք էլ հասկացան, որ այս պահին լռելը լավագույն պաշտպանություն է։ Լռելը լավագույն պաշտպանություն է դուք ով եք ուզում որ արտահայտվեր կտակ ինձ որևիցե անուն ազգանուն ով կարող էր մի խելամիտ ողջամիտ կամ հոդաբաշխ խոսքով ինչ որ մի բան ասել թող ինձ ներեն բոլոր հանրապետականները ես այդպիսի մարդ չեմ ճանաչում հետեւաբար ավելի լավ է լռելը իսկ ինչ խոսեն ինչ ասեմ որովհետեւ իրենք հրաշալի գնահատում են իրավիճակը իրենք ունեն այդ իրավունքը օգտվելու ինչպես խոսակցության սկզբում նշեցի միջազգային բոլոր տերմիններից եւ բոլոր օրենքներով սա անվանելու ահաբեկչություն եւ այդ տեսանկյունից նրանք իրենց շատ ճիշտ են պահում իմիջիայլոց ես ձեզ ասեմ բայց ժողովրդի նկատմամբ իրենց շատ սխալ են պահում որովհետև ես կարծում եմ որ չգիտեմ մենք բոլորս մեզ դրել ենք նախագահի տեղ բոլորիս թվում է որ մենք կարող ենք ավելի լավ կառավարել այս երկիրը բայց այնուամենայնիվ իմ միամիտ կարճ խելքով եթե ես լինեի նախագահը հաշվի առնելով երկրի ստեղծված իրավիճակը գնահատելով որ այս ժողովուրդը ամեն ինչի դիմացավ այսքան ժամանակ գոնե այդքանը գնահատելով դուրս կգա բանակցությունների ոչ թե ահաբեկիչների հետ այսպես ասած թեկուզ գոնե ժողովրդի հետ հասկանալու համար լավ ժողովուրդ ջան ձեր ուզածը ինչ է լավ ինչու այս աստիճան ինձ չեք սիրում կամ որ դա սոցիալական արդարությունն է չգիտեմ արդարությունն է եւ ունի պատասխաններ Գուցե, բայց եթե դուք կարծում եք, որ դա երկրի նախագահին հարիր պահելաձև է, կներեք ես այդպես չեմ կարծում, որովհետև եթե դու ստանձնում ես այդ պաշտոնը ու քեզ վրա վերցնում ես ժողովրդագրական տվյալներով 3 միլիոն մարդու պատասխանատվություն, դա բավական լուրջ բան է, գիտեք։ Իբրև պատմաբան եմ արդեն ձեզ հարցնում, քանի որ ունեք հենց պատմաբանի կրթություն ու մասնագիտություն, հետագայում այս օրերը հայոց պատմության մեջ ինչպես կնկարագրվեն ըստ հաշվի առնելով այն որ 2008-ը այս տարիներին պատմության դասագրքերում արձանագրվեց եւ բավականին լուրջ քննադատության ենթարկվեց այս օրերը ինչ կերպ կմեկնաբանեն ըստ ձեզ Ես շատ ցավում եմ, այսպեսի կարգախոս կա, չէ, ասում են ոչ ոք չի կարողացել համաշխարհային պատմության կամ չգիտեմ երկրի որևիցե երկրի պատմության ընթացքը այնպես փոխել, ինչպես պատմաբանները շատ ցավում եմ, բայց ես ինքս որևիցե կուսակցության չեմ հարում եւ կարծում եմ, որ շատ մարդիկ դրան գոնե հավատում են, բայց միայն այն փաստը, որ մեր դպրոցական դասագրքերում եւ անգամ բուհական դասագրքերում նշված չի երկրի առաջին նախագահի անունը, դրանից կարելի է ենթադրել, թե այս ամենը ինչպես կարձանագրվի եւ ժամանակակից մեր օրերի պատմությունը ինձ թույլ է տալիս շատ լուրջ կասկածել նախորդ պատմական անցքերի վրա շատ լուրջ կասկածել, որովհետև ես վստահ չեմ, որ այն ամենը, ինչ որ ես սովորել եմ 6 տարի, այդ ամենը իրականություն է, որովհետև ինչ իմանամ գուցե այս նույն տարբերակով էլ ինչ որ անուններ հանվել են եւ ավելացվել են եւ իրադարձությունները խեղաթյուրվել է ճշմարտությունը։ Բայց այսպես ոչ թե որպես մասնագետ ես ինձ թույլ չեմ տա անվանել հա պատմության մասնագետ այնուամենայնիվ ավելի այսպես մի քիչ ալեգորիկ տարբերակով ես ձեզ երկրի վիճակը ներկայացնում գուցե ծիծաղելի լինի գուցե ցինիզմի շարքից լինի բայց մենք այս պահին նման ենք հայ ամուսնությունից դժգոհ կնոջ այդպես շատ կա, չէ, ձեր շրջապատում նայեք, չէ, կնայեք ձեր շրջապատում ու կտեսնեք, որ այն որ դու քո ամուսնությունից դժգոհ ես, հասկանում ես, որ կատարել ես մի քայլ, ինչ պատճառներով չի ստացվել կյանքդ այնպես, ինչպես դու ես երազել,
կողքից քեզ խորհուրդ են տալիս բաժանվել, բայց դու սկսում ես այսպես մտածել, չէ, շատ ծանր է ստանում հասարակության կարծիք, բա երեխաներս իրենց հոր հետ մեծանան, բա գոնե այսպես ստաբիլ է, բա ես ինչ իմանամ, բա որ բաժանվեմ հետո եկողը գուցե ավելի վատը լինի եւ այլն։ Հավատացնում եմ ձեզ, մենք կներեք համեմատությանս համար, բայց երկիրը հայտնվել է հենց այդպիսի իրավիճակում։ Միշտ նման պարագաներում շահել են այն կանայք կամ այն տղամարդիկ, ովքեր այնքան խիզախություն են ունեցել, որ այս կյանքը իրենց դուրս չի գալիս, անկեղծ են գտնվել եւ բաժանվել են, հետո ինչ կլինի, հավատացնում եմ, այդ մարդիկ շահել են։ Հիմա նույնը մեր երկրում է, ամեն ինչից դժգոհ ենք, սոցիալական վիճակից սկսած մինչև տնտեսական ճգնաժամ, չգիտեմ, օրենքը չի կիրառվում, օրենքը չի գործում, բժշկությունը սարսափելի վիճակում է, սա մի առանձին թեմա է, որ էլի թող ասեն շատ լավ է, ամեն շատ վատ է իրականում, սկսած բժշկությունից վերջացրած կրթությունով բոլոր ոլորտների վիճակը սարսափելի է, դուք ինձ չեք կարող ցույց տալ որևիցե մի ոլորտ, որը մրցակցային է այսօր աշխարհի հետ։ Ամեն ինչից դժգոհ եմ, բայց վախենում ենք պետության հիմքերը սասանելուց, եթե ձեզ թվում է, որ այս իրավիճակը պետության հիմքերը կայուն է համարվում, բնութագրվում կամ բնորոշվում, երևի պետք է հարգել գոնե այն մարդկանց, ովքեր որ հանդգնում են իմ բերած օրինակով, ասենք այն ամուսնացած մարդկանց, որոնք զգում են, որ իրենց կյանքը լավ չի եւ այնքան անկեղծ են, որ որոշում են դրանից հրաժարվել, հետո ինչ կլինի։ Ես հարգում եմ այդ տեսանկյունը, իսկ այն որ հարմարվենք, դե ոչինչ, լավ, սրա խաթր, նրա խաթր, այսինքն դու գտնում ես քեզ համար պատճառաբանություններ, ես դա համարում եմ արդեն բախտոտություն։ Արձագանք այլևս չհարմարվելու, գոնե մի հատված կա, հանրության մի մաս կա, որը պայքարում է անկախ արգելքներից։ Մենք տեսնում ենք, որքան էլ ոստիկանները բերման էին ենթարկում Խորենացի փողոցից, շատ ավելի հաջորդ օրը շատ ավելի մարդ էր հավաքվում նույն Խորենացի փողոցում կամ Ազատության հրապարակում։ Փոխվել է քաղաքացին։ Քաղաքացին աստիճանաբար փոխվում է։ Ես չեմ ասում, որ այս անգամ ես վստահ եմ, որ ես իմ նման շատ մարդիկ արդյունքում եւս մեկ անգամ պարտություն են կրելու, բայց միևնույն է հասարակությունը սկսում է արթնանալ եւ որքան գազազացնեն հասարակությանը, այդքան հասարակությունը վտանգավոր է դառնալու հետագայում։ Ավելի լավ կլինի ժամանակին փորձել գալ բանակցությունների տարբերակով, սա որակենք ահաբեկչություն, գազազացնենք ժողովրդին, ժողովուրդը կանգնելու է նրանց կողքին, ինչ ուզում եք ասեք։ Շատերս վախենում ենք, շատերս մտածում ենք, բա հիմա ես փորձեմ ընդդիմանալ, չգիտեմ, ամուսինս, եղբայրս էս ինչ տեղում է աշխատում, նա խնդիրներ կունենա, ինչ որ մեկը չի հավատում փոփոխությունների, ինչ որ մեկը, չգիտեմ, ամեն մեկը ունի ինչ որ մի խնդիր եւ դրա համար փողոց դուրս չի գալիս, ես էլ չունեմ իրավունք կոչ անելու ինչ որ մեկին փողոց դուրս գալու, որտեվ ես չեմ կարող այդ պատասխանատվությունը ինձ վրա վերցնել, որտեվ ես ինքս չգիտեմ այդ հասարակության ակտիվիստների մի մասը այնտեղ ինչ շահեր ունի, բայց ես վստահում եմ այն մարդկանց, ովքեր հուսահատ քայլի են գնացել ու շատ կուզենայի, որ այս ամենը ավարտվեր հնարավորինս խաղաղ տարբերակով եւ այդ քարոզ չամեքենան, որը այս պահին աշխատում է բոլոր նրանց դեմ, ովքեր իշխանության կողմից չեն համատարած տեղեկատվության մասնակի ներկայացումը կամ ընդհանրապես չներկայացումը։ Մասնակին ու չներկայացնելը դեռ այնքան մեծ մեղք չի, որքան որ մեծ մեղք է խեղաթյուրել մեր հերոսների մասին թեկուս, հա, հերոս հիմա ես ահաբեկչական տեսանկյունից նկատի չունեմ, հա, նույն Պավլիկ Մանուկյանը, նույն Արայիկ Խանդոյան, որ այսօր եւս վիրավորվեց, այդ են մարդիկ են, ովքեր անկեղծորեն գնացել են հայրենիքի սահմանների համար, պայքարել են, մեդալներից հրաժարվել են եւ չգիտեմ, իրենք մաքուր մարդիկ են իմ աչքին, այնուամենայնիվ թվում, անկախ նրանց հեռատեսեր, նրանց արած, դա հուսահատ քայլ էր ընդամենը։ Ու փորձել նրանց այս պահին այդ տարիների վաստակը անընդհատ ներկայացնել որպես նախկինում թմրամոլ, չգիտեմ, այս այն, գիտեք, մի տեսակ շատ ճղճիմ է։ Դրանից բացի, եթե ինչ-որ մեկը ինձ նման մի քիչ ժողովրդի մեջ ճանաչում ունեցող հանկարծ փորձում է իշխանությանը հակադրվել, չեք պատկերացնի որտեղից սկսած ինչ քարոզ չամեքենա է աշխատում քեզ բարոյազրկելու եւ տարբեր սպառնալիքներ, տարբեր տեսակի կոմպրոմատներ եւ ամեն ինչ
եկեք դա թողնենք մի կողմ ի վերջո ոչ մեկս մեր, չգիտեմ ինչ պլանները ոչ մեկս չի ուզում դառնալ երկրի նախագահ, տեսնում ենք բարդ գործ է, շնորհակալություն, բոլորս պայքարում ենք երկրի բարեկեցության, մեր երեխա, ինձ հեշտ է շատ վերցնել երեխաներիս եւ գնալ արտագաղթել, գնալ որևիցե երկրում, ես հաստատ իմ տեղը կգտնեմ որևիցե միտեղ, բայց դա թողնենք որպես պլան B։ Եկեք բոլորս միանանք ու փորձենք երկիրը ուշքի բերել, գտնել ինչ որ մի լուծում, դուրս գալ այս վիճակից, որ այսօր Պավլիկենց հարցերը կլուծվի, ցավոք սրտի ինչ որ կերպ այս իրավիճակը օգուտ իշխանության կլուծվի, վաղը ուրիշն է դուրս գալու, վաղը Պետրոսը կամ Մարտիրոսը կամ ինչ որ մեկն է դուրս գալու, հասկանում եք, այսպիսով չենք կարող կանգնեցնել։ Եկեք բոլորս փորձենք ստեղծել մեր երազած երկիրը ու ապրենք այնտեղ խաղաղ պայմաններում։